Կյանքի ուղիներով հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արտյոմ Կարապետյանը, ով իր խոսքում անդրադարձել էր մի քանի թեմաների։ Star News-ը հետևել է զրույցին առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Արտյոմը ընտանիքի կրտսեր զավակն է, ունի 5 ավագ քույր։ Շատ առավելություններ եմ ունեցել քույրիկների հետ համեմատած։ Այդ երեստալը մի քիչ եղել է, չնայած մայրս մանկավարժ էր եւ ամենախիստ մանկավարժներից է եղել, բայց կարողանում էինք լեզու գտնել։ Շատ ավելի փոքր ժամանակ կապրիզներով երեխա եմ եղել, բայց դրանից հետո հասկացա, որ դա ընդամենը մանկություն է։ Մայրս մեզ համար արել է առավելագույնը։ 10 տարեկանում դերասանը կորցրել է հորը եւ ընտանիքի հոգսը բավականին վաղ տարիքից Արտյոմը իր ուսերին է վերցրել։ Մի քանի շաբաթ պառկեց հիվանդանոցում։ Ես նույնիսկ հիշում եմ նախորդ օրը։ Հայրս քաղցրակեր չէր, ես ու մայրս հերթական այցն էինք արել, ծիրանի սեզոնն էր։ Ինքը կերավ, մենք զարմացանք ու ուրախացանք, բայց այդ ուրախությունը քիչ տևեց։ Երբ քեզ սիրող հարազատ մարդիկ այդ ժամանակ փորձում էին օգնել քեզ ու վերջում ասում էին, թե արդեն դու ես տան տղամարդը, դա ինձ համար չգիտեմ ինչ էր։ Նախ պետք է հասկանայի, թե ինչ է տղամարդը, հետո տան տղամարդը։ Պապայից հետո նոր տարիները իմ ամենաչսիրելի տոներն էին, որովհետև ես երեխա էի, ուզում էի դրսում ձնագնդի խաղալ, բայց տան տղամարդն էի, պետք է գնայի շնորհավորեի այդ մարդուն, որովհետև հայրս դա արել է շատ սիրուն ձևով։ Բազմաթիվ աշխատանքներ եմ արել ես այդ տարիների ընթացքում։ Այդ պահին չէի սիրում այդ աշխատանքը, բայց գնացել արել եմ։ Այդ տարիներին Լեննականի շուկայում աուդիո կասետներ էի վաճառում։ Աշխատանքը եղել է դաս, դպրոց, ինչու՞ չէ նաև հաճույք։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Արտյոմը եղել է ընդամենը 10 տարեկան, երբ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը։ Դերասանը վերհիշել էր, որ այդ պահին տանը մենակ է եղել։ Ես այդ օրը մեխը գազօջախի վրա տաքացնում էի, վազելով հանում էի դուրս, մի հատ երկաթ կար, դարբնություն էի անում ու մամայից թաքուն էի անում։ Երբ որ այդ ամեն ինչը սկսվեց, իմ մեջ այդ պանիկան սկսվեց, որ ես ինչ-որ բանով վնասեցի գազի համակարգը ու այնինչ կատարվում է, ես եմ անում։ Ու դրան կրկնապատկվում է այն, որ մայրս ինձ բռնեց, կորած եմ։ Մի ձև դուրս եմ եկել տանից ու տեսա մորս, մանկապարտեզից ինքը գալիս էր վազելով ու ես լացում էի փողոցի մեջտեղում։ Ինքը որ ինձ գրկեց ու ասաց չվախենաս, ես ուրախացա, որ մեղք չունեմ։ Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմն ընտրում է ճանապարհաշինարարի մասնագիտությունը եւ հենց ուսանողական տարիներին էլ հայտնվում է ուրախների եւ հնարամիտների ակումբում, ապա հեռուստատեսային նախագծերում։ Այդ ժամանակ սովորում էի շինարարական տեխնիկումում ու այնտեղ չէի տեսնում այն մարդկանց, ում հետ կարելի էր այդ թիմը ստեղծել, բայց իմ ընկերները սովորում էին ուրիշ բուհերում ու այնպես ստացվեց, որ ես գնացի Գյումրիի Պոլիտեխնիկ ինստիտուտ ու մտա ԿՎՆ-ի թիմ։ Ես բանակից ազատվել եմ կոնկրետ ֆիզիկական առողջական պատճառներով։ Բանակում ծառայելը ինձ այնքանով էր հետաքրքիր, որ ցանկացած տղամարդ այդ 2 տարվա մասին իր ամբողջ կյանքում խոսում է։ Իմ կյանքում այդ բացը կար, իսկ բանակում հեռուստասերիալը շատ բան տվեց։ Մենք միշտ կատակում էինք, ասում էինք, եթե բանակում մի հատ առավոտ ես վազելու, մենք 4 դուբլ ենք վազում։ Արտյոմը 3 երեխա ունի, 2 որդի եւ 1 դուստր։ Դերասանի ավագ որդին մասնակցել է սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Եթե ինձ նայեիք այդ օրերին, չէիք նկատի, որ իմ մոտ պանիկա կա, ամեն ինչ իմ ներսում էր։ Ես 1 կամ 2 օր չեմ հիշում, բացարձակ կապ չեմ ունեցել։ Մոտավոր տեղն եմ իմացել իր ու հենց այդտեղ թեժ մարտեր են գնացել, անհասանելի էր ամեն կերպ։ Ես նույնիսկ գնացել եմ այնտեղ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի, որ ուր ուզել գնացել եմ, այդ օրերին շատ մեծ փոփոխություն զգացի այն պատերազմի ու այս։ Կային համապատասխան մարմիններ, ովքեր արգելեցին ինձ մի մետր առաջ գնալու։ Ծանր էր ամեն ինչը, որովհետև զուգահեռ լսում էի արդեն կորուստների մասին նույն զորամասից։ Կապը հաստատվեց շատ հետաքրքիր ձև։ Երրորդ հեռախոսով կարողացա խոսել իր հետ։ Ես ուղղակի իմացա, որ իր եւ իր հետ գտնվող տղաների հետ ամեն ինչ նորմալ է, վիրավոր, զոհ չունեին։ Կարելի է ասել բախտի բան է եղել։ Մի դիրքում են հայտնվել, որ ուշադրություն չի գրավել թշնամու համար։ Իրենք շատ քիչ հարվածներ են իրենց վրա կրել։ Դերասանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենայով ընկերների հետ եղել է ամենավտանգավոր վայրերում եւ այդ մասին պատմելիս նշել էր. Իմ մեքենան ՈՒԱԶ է ու բոլորս էլ գիտեինք, որ հակառակորդը դրոններով հենց այդ մեքենայի վրա ուշադրություն է դարձնում։ Մի անգամ եղավ, որ մեքենային հարվածեցին, բայց դրոնով չէ։ Եթե դրոնով լինեին, մենք շանսեր չէինք ունենա ապրելու։ Մենք հոգնում էինք չմեռնելուց։ Այսինքն այդ ամենը այնքան շատ էր, որ չմեռնելու շանսը չգիտեմ ինչքան էր, բայց ես ներսից տեսա, հասկացա ինչ է պատերազմը։
Մարդը գազան է դառնում այդ օրերին, շատ սարսափելի էր։ Մոտ 6 տարի դերասանն ապրել է Սանկտ Պետերբուրգում կատարելով ամենատարբեր տեսակի աշխատանքներ։ Ես ունեցել եմ հրաշալի կյանք այնտեղ, նեղ ու լայն օրեր եմ ունեցել, բայց նույնիսկ գնալուս օրը գիտեի, որ հետ եմ գալու։ Ավելի շատ մենակ մարդ եմ ես, սիրում եմ այդ մենությունը, չգիտեմ դա լավ է թե վատ։ Դերասանի մայրը մահացել է 2022 թվականին եւ այդ մասին խոսելիս Արտյոմն ասել էր. «Ինչ էլ որ լինի, կասես մորս գրկեմ կանցնի, չկա։ Մամայի հետ շատ ապրեցի ես, մենք իրար ամենաշատը ճանաչեցինք։ Այս կորստից հետո զգում ես, որ մենակ ես եւ միակ հույսը, որ մենակ չմնաս, քո ստեղծած ընտանիքն է, բայց միևնույնն է դու ես վերևում, ավելի մեծ պատասխանատվություն, լարվածություն հեշտ չի»։ Привет всем, կամ ողջույն բոլորին։ Հոգնած եմ, բայց ոչինչ չի խանգարում ինձ սենց տրամադրությունս բարձր պահելու համար, որովհետև ուրախ եմ, որ մի քանի ժամից պատրաստվում եմ ընկնել ճանապարհ։ Ուրա գամբրը հենա, ասիրում եմ էլի, որ սրա մռութը վերև է հելնում, ու ասեմ ինչի հաշվինա սրա մռութը բարձանում, որովհետև բեռնախցիկը լիքնա ու ծանր է։ Ասեմ, որ ես տենց առևտուր անելու, խանութ գնալու հավես սեր չունեմ, փոքր վաղտվանից։ Ես նույնիսկ իմ համար սիգարետ առնելը տենց մեծ պրոբլեմա իմ համար, բայց մեր տղեկ ենքան խաթր ունեմ, որ իրանց համար այսօր առավոտվանից շուկաներում ու խանութներում առել եմ այն ինչ որ մտածել էի, ներքնաշորեր, տակ, ձեռնոց, նասկի, գլխարկ, քաղցր, լիքը, սուրճ, սիգարետ, ախեց սիգարետ, մի քանի ժամից դուրս կգամ, կգնամ Երևան, բան չի մնացել, մեքենան պատրաստ է, մնում է միայն լիցքավորել։ 2 բառ երեկվանից շատ հետաքրքիր օր եմ ունեցել երեք Երևանում մեգապոլիս է, չէ՞ համարում Երևանը, այ հողերս ներկաշին 4 ժամ ման եմ եկել նորմալ ավտոսերվիս, որ մտնեմ ներս, հավեսս տա, թե սերվիզը, թե մարտիկ, թե իրանց արած գործը ու չհոգնեմ, չներվայնանամ, այդ եկա մեգապոլիսում բան չգտա, ջղայնացած եկա տուն, ճանապարհին Զովունիում շատ պատահաբար տեսա նորաբաց մի ավտոսերվիս, դսից է որ տեսա արդեն մեջի մաքրությունը, գործիքները, այն որ քեֆս բերեց։ Մտա ներս մի հատ էլ մորուկով հավեսով տղու տեսա, մի անգամից հասկացա, որ Հայաստանից չի, Լիբանանից էր, Մելքոնը։ Ճիշտ մասնագետներ իրանց գործից տեղյակ, հաճախորդի հետ շփվելու ձև գիտեն, ինչ պետք էր արեցին, այնքան լավ է ինձ զգում այդ սերվիզին, որ արդեն ես էի հորինում գործ, որ էս էլ անենք, մերսի ձեզ տղեկ ջան, Զովունիում, եթե կանցնեք, կտեսնեք ավտոկլինիկ, շատ ճիշտ էլ անուն էին դրի, որովհետև ես տարի ու կեսա լուրջ բժիշկ մասնագետ եմ ման գալիս, որպեսզի իմ ավտոին միշտ հարկ եղած դեպքում բուժի։ Տղեկ այդ հարցը լուծել են, բան չմնաց մի քանի ժամ հանգստանանք, Կարենը ինձ է սպասում, ընկերս, Կարենի հետ շատ ենք գնացել եկի Արցախ, այսօր էլ բացառություն չի, տղեկ ջան, վաղը առավոտ շուտ լույսը բացվելուց ես արդեն կլինեմ ձեր մոտ։ Լավ մնացեք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր լավ ընկերներին Հայաստանից դուրս, ովքեր օգնեցին այս ակցիան, այս տոնը գոնես են շնորհավորելու Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Ունաստան, Ֆրանսիա, Հոլանդիա, Ռուսաստան, Հայաստանից, այսօր փողոցում նույնիսկ մարդիկ գիտեն, որ այսօր առևտուրն է անելու գիշերը դուրս գայի, հենց Երևանի մեջ ինձ զանգել են, պայմանավորվել ենք թեկուզ շատ փոքր, կապ չունի, բայց ինչ-որ մի բանով օգնել են, բոլորից շատ շնորհակալ եմ, այս ամեն ինչը անվտանգ, հուսով եմ կհասցնեմ տեղ։ Սիրում եմ ձեզ, ապրեք, սպասեք նոր վիդեոին, որը իհարկե հետ գալուց կմոնտաժեմ, ու այդ վիդեոյով կշնորհավորենք մեր
հայ զինվորին։ Բայ։